Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի հայրենակիցներ։ Նախ ուզում եմ եւս մեկ անգամ տեղեկացնել, որ երեկվանից մենք այս դահլիճում կարևորագույն փաստաթուղթ ենք քննարկում 26 թվականի բյուջեի նախագիծը եւ պարոն Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին, ով ապահովել է բոլոր պայմանները, որ մենք այսօր իրական եւ խաղաղ Հայաստանում քննարկենք այս կարևորագույն նախագիծը, կարևորագույն փաստաթուղթը։ Եվ ուզում եմ երեկվանից իմ գործընկերները խոսեցին, ես էլ ուզում եմ մի փոքրիկ անդրադարձ կատարել, երբեք չընտրված, բայց մեր երկրում նախագահ աշխատած երկու անձանց վերջին օրերին տված հարցազրույց ասեմ, չգիտեմ, մենախոսություն ասեմ, ինչ ասեմ, ասելիքը բնականաբար շատ չի, որովհետև այն մարդիկ ամենից լավն են բնութագրում իրենց էությունը, ավելի ամենից լավն են, բոլորիցս լավ են բնութագրում իրենց տեսակետները, իրենց իրականում մտածածը, քան կաներ մեզանից յուրաքանչյուրը, որովհետև երկար տարիներ աշխատած, նախագահ աշխատած մարդը, նորից եմ կրկնում, այս ձևակերպումն եմ օգտագործում, որովհետև երբեք այդ մարդիկ ընտրված չեն եղել ժողովրդի կողմից, երբեք ժողովրդավար ընտրությունների միջոցով չեն ստանձնել եւ չեն եկել իշխանության։ Այդ մարդիկ խոսում են դպրոցաշինության մասին եւ դպրոցաշինությունը համեմատում են թալանի եւ կոռուպցիայի հետ։ Հարգելի հայրենակիցներ, բնականաբար ես առիթ ունեցել եմ անդրադառնալ այս թեմային եւ կարճ մեկնաբանություն ունեցել եմ, բայց եւս մեկ անգամ կուզենամ վերհիշենք բոլորս միասին եւ վերահաստատենք, որ Սերժ Սարգսյանը այն ինչ ասեց այդ եթերի ժամանակ բնավ նորություն չէր ոչ մեզ, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որովհետև մենք բոլորս ապրել ենք այս երկրում, բոլորս տեսել ենք, թե ինչ վիճակում էր գտնվում Հայաստանի Հանրապետության դպրոցները եւ ինչ պայմաններում էին մեր երեխաները կրթություն ստանում։ Այնպես որ բնականաբար նորմալ է եւ ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս Սերժ Սարգսյանը եթերում, ասելով եւ համեմատելով դպրոցաշինությունը թալանի եւ կոռուպցիայի հետ։ Այնպես որ այստեղ շատ ասելիք չկա։ Մի փոքր կանդրադառնամ մարտի 1 եւ հոկտեմբերի 27 Շնորհակալություն։ Կանդրադառնամ նաև մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտի մտքի գոհարներին, փայլատակումներին։ Հարգելի հայրենակիցներ, այս մարդը, ով եւս երբևէ ընտրված նախագահ չի եղել, բայց նորից աշխատել է երկար տարիներ որպես նախագահ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է 44 օրյա պատերազմը հրահրելու մեջ։ Եկեք եւս մեկ անգամ փաստենք, որ այստեղ եւս շատ ասելիք չկա, միայն ու միայն կարող ենք շատ կարևոր արձանագրում անել, ասելով, որ այս մարդը եւ իր թիմակիցները, իր ընտանիքը բացարձակապես կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ եւ այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ եղել են մեր երկրում, դրանց հեղինակը եղել են այս երկու անձինք։ Քոչարյան Ռոբերտն ասում է, գիտեք, ինձ հաճելի էր ժողովրդի հետ շփումը։ Ոչ, պարոն Քոչարյան, մենք գիտենք, որ ձեզ հաճելի չէ։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին զուգարաններում մարդ սպանելու հրաման տալն է։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպելն ու մարդկանց գնդակահարելն է։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։ Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք, որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Եվ խոսելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին, ես ուզում եմ ձեզ եւ
բոլորիս վստահեցնել, որ այնքան իմաստուն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ այո, ձեր ամեն խոսելուց հետո եւ վերհիշելով անցած տարիները մեր պատմությունը, մեկ անգամ եւս բոլորս միասին առաջիկա ընտրություններում ձեզ ձեր համապատասխան տեղն ենք ուղարկելու, ի նկատի ունեմ մեր քաղաքացիների հետ միասին։ Եվ նորից եմ կրկնում, դուք անգամ ընդդիմության աթոռները չեք զբաղեցնելու, որից հետո այսպես դատարկ թողնելու։ Անվերադարձ գնալու եք քաղաքական աղբանոցը եւ ինչքան էլ փորձեք հույսեր փայփայել վերադարձի, դա չի լինելու։ Դուք անհույս լավատես եք եւ կարող եք շարունակել այդպես մնալ, դա ձեր ընտրությունն է։ Խոսելով ընտրությունների մասին, չեմ կարող չանդրադառնալ առաջիկայում սպասվելիք թիմ ընտրությունների մասին, մասնավորապես Էջմիածնում սպասվելիք թիմ ընտրությունների մասին եւ վաղաշաբաթի մեր սիրելի հայրենակիցներին ուզում եմ ասել եւ խնդրել հորդորել, որ վերջիններս նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս իրենց ձայնը վստահեն մեր թեկնածուին, ով ես տեսնում եմ, թե ինչպիսի սեր ու հարգանք է վայելում քաղաքացիների շրջանում։ Խնդրելու եմ մեր ընտրողներին գնալ ընտրատեղամաս եւ թույլ չտալ, որպիսի Գյումրի 2 տեղի ունենա։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում բոլորս գիտենք եւ նաեւ գիտենք, որ Քոչարյանասերժական բանդայի բաղձալի երազանքը Գյումրի 2-րդ իրականացնելն է, որը մեր քաղաքացիները, այս դեպքում Էջմիածնի մեր սիրելի հայրենակիցները թույլ չեն տալու։ Հիշեցնեմ, որ մեր թեկնածուն քվեաթերթիկում համար 7-ն է եւ նորից եմ կրկնում ամենայն պատասխանատվությամբ, որ վայելում է Էջմիածնի բնակիչների հարգանքը, սերը եւ վստահությունը։ Հարգելի հայրենակիցներ, խոսելով Էջմիածնից չեմ կարող կարճ անդրադարձ չկատարել մեր սրբության սրբոց մայրաթորին եւ այս ամբիոնից եւս մեկ անգամ ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ հոգեվոր նորոգման գործընթացը մենք սկսել ենք ինքներս մեզանից եւ ես վերջին շրջանում հատկապես ամեն կիրակի մասնակցելով պատարագների վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության հոգեվոր արժեքներ կրող քաղաքացիները, իրական հոգեվոր արժեքներ կրող քաղաքացիները մեր կողքին են եւ մենք բոլորս միասին կարողանալու ենք շատ շուտով վեհարանը իրականում վերադարձնել վեհին։ Եվ նորից այս ամբիոնից ուզում եմ իմ աջակցությունը հայտնել այն բոլոր իրական հոգեվորականներին, ովքեր այս պահին հայտնվել են կտրիչի սև ցուցակում եւ ուզում եմ ասել Տեր Արամի գլխավորությամբ այդ մարդկանց զորակցություն եմ հայտնում եւ ուզում եմ ասել, որ իրենք ունեն իրական հոգեվոր քաղաքացիների աջակցությունը, բոլորս կանգնած ենք նրանց կողքին եւ մենք կարողանալու ենք նորից եմ կրկնում վեհարանը վերադարձնել վեհին։ Ինչքան էլ ընդդիմանան մեր ընդդիմադիրները կամ նույն կտրիճը իր բանդայով ամեն դեպքում դա մեզ մոտ ստացվելու է եւ այդ վստահությունը ինձ մոտ նորից եմ կրկնում առաջացել է այն պահից սկսած, երբ ես տեսել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը, հայ ժողովրդի մեծամասնությունը այս պահանջով մասնակցում իրական հոգեվոր նորոգման այս գործընթացին։ Աջակցությունս են բոլոր հոգեվորականներին, ովքեր նորից եմ կրկնում կտրիչի սև ցուցակում են հայտնվել ու սա է հենց այն ցուցիչը, որ իրենք են իրական հոգեվորականները, ովքեր տեղ են ունենալու մեր սրբության սրբոց հայ առաքելական եկեղեցում։ Շնորհակալ եմ։